Կներեք, մի բան հարցնեմ։ Չեք ասի, որ հիվանդասենյակում է գտնվում Աշխեն Մակարյանը։ Չճանաչեցիր։ Իսկ էսպես։ Վայ, Սադ ջան, դիմակով չճանաչեցի։ Ոնց ես, վաղուց չենք տեսնվել։ Արդեն 3 տարի է ոչարել ենք տունը ու գնացել էր թաղամասից։ Դուք ոնց եք։ Նորմալ, ես բաժնում ես աշխատում։ Հա, արդեն 1 տարի է։ Իսկ կողեկցես ինձ Աշխենի մոտ։ Աշխենը ռեանիմացիայում է։ Քո ինչն է։ Ընկերուհուս մորաքույրն է։ Ուղղակի ընկերուհիս երկրում չի խնդրեց կամ հիվանդանոց ու տեղեկություն իմանամ։ Շատ ծանր Աշխենի վիճակը։ Սպասում ենք, որ կարգավորի ու վիրահատենք, քանի կա այդ հնարավորությունը։ Որ խնդրեմ ավելի մանրամասն կբացատրես։ Հա, իհարկե, արի գնանք կաբինետ, կխոսենք, ամեն ինչ քեզ կբացատրեմ։ Պստոները լավ են։ Վայ, կյանքս կերել է, չես Այ բալես ինչի հաճ չես ուտում։ Սոված չեմ։ Սուտ ասում, լավ էլ սոված է։ Համով չի։ Չէ։ Լավը համով է։ Համովա դուք էր։ Ես պիցա եմ ուզում։ Պիցա է ուզում պիցա բերենք։ Չէ, առավոտը պիցա, ցերեկը համբուրգեր, երեկոյան պիցա կամ ֆրի։ Այս երեխան նորմալ ջրիկճաշ չի ուտում։ Տատին որ ասում է պիտի ուտես Թորգոմիկ ջան։ Չեմ ուտելու։ Հեսա կզանգի մամային կասեմ, որ ինձ սոված եք պահում։ Տեսնում ես, գիտի որտեղից խփի։ Գնամ պիցա սարքեմ։ Ռաֆնա։ Խոսա։ Ասա Ռաֆ։ Բարի օր։ Սպասի հարցնեմ։ Ուզում է հետդ հանդիպի։ Թող մի ժամից գա։ Լսեցիր։ Լավ։ Լսել եմ, որ լավ սովորող խելացի տղա ես, ապագա բժիշկ։ Մերս երազում էր, որ ես էլ բժիշկ դառնամ, պրոստը ես Արոնից վախում էի։ Արամ գիտեմ, որ գնացել ընկերներիդ դեմ ցույցում ես տվել։ Գրել ես, որ դու ոչ մի բանից տեղյակ չես։ Ու ես քեզ հավատում եմ։ Բա որ հավատում ես հիմա ինչ եմ ես տեղ։ Լսել եմ, որ լավ սպայկով ընկերներ եք։ Իմ ստրելկի ժամանակ էլ է տերևած։ Գիտեիք ով եմ, բայց դուխով քշում էիք վրես։ Ու ես էդ հարգում եմ։ Բայց ախր ընկերներդ հորս են սպանել։ Ու իմ կարծիքով դու գիտես, թե իրանք որտեղ են պահկվում։ Չգիտեմ։ Արամ, ես գիտեմ դու ինչ ես մտածում իմ մասին։ Բայց Նանայի սպանության հետ ես կապ չունեմ։ Ունես։ Մրդոն ամեն ինչ խոստով անել է։ Քեզ խաբել են։ Չեն խաբել։ Ես իմ ականջով եմ ամեն ինչ լսել։
Հիմա ջոգիկ որ ես սաղ ցիրկեր։ Էսի լավ էլ ամեն ինչից կուրսի է։ Ընկերներով նստեմ մտածել են, թե սրա ոռը ոնց փրկեն։ Դու էլ ես հետներն եղել օրը սպանելուց։ Չէ, երդվում եմ։ Այդ արդեն նշանակություն չունի։ Քեզ ընդամենը մի օր ժամանակ արա։ Մի օրվա ընթացքում ինձ ասես ընկերներդ որտեղ են, թե չէ դու ինձ գիտես։ Կապ կպեք սրան, ուշադիր կլնեք, կողքից տեղ չէ թակ։ Հա խոսացիր։ Չէ, զանգեցի կես ժամ առաջ չի պատասխանում։ Դե կարող է հարմար չի։ Չգիտեմ, հələ սպասի մի հատ փորձում։ Նելի։ Նելի ջան, զանգում էի, չէի պատասխանում։ Հա, քններես ուղակի հիվանդանոցում են։ Հիվանդանոցում։ Մամայի համար։ Հա, Նելի խոսա մորս հետ նորմալ է ամեն ինչ։ Գոր դու գիտեր, որ մամադ սրտի հետ կապված լուրջ առողջական խնդիրներ ունի։ Չէ, առաջի անգամ եմ լսում։ Գորջան, ցավում եմ, բայց ամեն ինչ շատ լուրջ է։ Մամադ հիմա ռեանիմացիայում է գտնվում։ Փորձում են վիճակը կարգավորեն, որ սրտի վիրահատություն անեն։ Օ, գո, սպասի, ապերի ուր։ Արա հիմա պետք է ես մորս կողքը ելնեմ, հասկանում ես դու։ Արա ախպերս հասկանում եմ, բայց քո գնալը վտանգավոր է, մեզ ման են գալիս, մոռացար։ Ես թքած ունեմ իմ կյանքի վրա։ Դու չես կարա թքած ունենաս, դու չէիր ասում, որ հիմա բոլորս մի նավակի մեջ ենք, ու եթե մեկ այդ նավակը ճոճես, կարող է շուրջը ու խեղդվենք։ Արա ախպերս, հիմա յուրաքանչյուր որոշում ազդում է բոլորիս վրա։ Տղեկը պետք է իմանան, արի գնանք ու հասկանանք ինչ ենք անում։ Ա դու ճիշտ ես ասում, արի։ Պաստորն չգիտեիր, որ մաման սրտի խնդիր ունի։ Չէ, չի ասել ինձ, չի ասել որ չան հանգստանում։ Տարեք ես պետք է գնամ մորս տնամ, այդ իմ կյանքի գնով է, նի պետք է անում։ Հա, բայց մեզ արդեն հետախուզում են հայտարարել ու ոստիկանությունը հաստատի հիվանդանոցում կլինի, եթե դու հայտնվես գո։ Հա, բեկի մարդիկ էլ ընդեղ կլինեն, հա։ Ու հիվանդասենյակ չես հասնի գոր։ Կհասնեմ։ Արա ախպերս, մենք բոլորս էլ ծնողներ ունենք ու հասկանում ենք հիմա ինչ ես զգում։ Բայց եթե քեզ դատեցին կամ ավելի վատ, եթե հայտնվեցիր բեկի մոտ, դրանով մամայի չես օգնելու։ Դա այդ նույնը չի։ Ես հորիցս հետո իմ մոր թևու թիկունքն եմ եղել։ Ու ինձ թվում էր, որ ամեն ինչ իր հունով գնում է, մինչև վերթն գնելը։ Ես հիմա գոնե իր կողքը պետք է լինեմ։ Եթե որոշես գնալ, ուրեմն ոչ մենակ։ Այդ ընդհանրապես չի քննարկվում։ Ես իմ պատճառով ձեզ չեմ գցելու կերակը։ Դուք հիմա փորձանքի մեջ եք իմ պատճառով։ Եթե ես մրդոյին սպանած չլինեի, ամեն ինչ ուրիշ կերպ կլիներ։ Ինչ-որ մեկը պետք է հետդ գա, որ ուշադրություն շեղի կամ ճիշտ բային օգնության հասնի։ Ճիշտ է ասում Սական։ Ես գնում եմ Գորի հետ։ Բայց ինչի դու։ Մայլի իսկականից ինչի դու։ Կգնանք բոլորով։ Կսպասենք, պետք եղած դեպքում կմիջամտենք։ Չէ, դա արդեն ուրիշ բան է նշանակում։ Մենք մի անգամ Թորգոմին չլսեցինք ու տեսանք ինչ եղավ։ Դու գնացիր հիվանդանոց ու հայտնվեցիր ոստիկանության տեսադաշտում, տես չի լինի։ Այս անգամ ուղեղով է պետք մտածել, համո դու կգաս իմ հետ։ Եթե 2 ժամից չգանք, գնացեք տնից։ Ուր ենք գնալու։ Կապ չունի ուր եք գնում, տունը փոխում է որովհետև ստեղը տանգավոր է։ Եթե ինչ կզանգեք Զորոյին, Զորոն սաղ կկազմակերպի։ Համո գնացինք։
Թորգոմ, ես քեզ արգում եմ, համար կասեմ ոնց կա։ Ես չեմ եկել քո մոտ, որ շավոյից խոսամ, ոչ էլ իմ։ Ես ստեղ եմ ապագայից խոսալու համար։ Անկախ նրանից ով է խփե շավոյին, նա բոլորիս լավություն արե։ Վերջի 10 տարվա ընթացքում շավոն մենակ իր բիզնեսների մասին էր մտածում։ Ինչքան անարժան կար, վերեշ անել էր կողքը ու վլաստ տվե։ Ես մտադիր եմ փոխեմ այդ ամեն ինչը։ Ու հին կարգերը նորից հաստատեմ։ Դրա համար ինձ քո օրհնությունն է պետք։ Գնահատում եմ անկեղծությունդ, բայց ես իմ որոշումը չեմ փոխի։ Ու դրա համար երկու պատճառ կա։ Շավոյին խփել են առանց մեր դաբրոյի, այդ կարմիր գիծը։ Երկրորդ, ես սեղան չեմ նստի մեկի հետ, ով աղջիկը բռնաբար է ու սպան է։ Շավոյին խփողը իրանը կստանա այդ ժամանակի հարցը։ Ինչ վերաբերվում է Բեկին, ես իմ ձեռով գլխից կթողեմ, եթե հաստատվի իր մեղավորությունը, չկասկածես։ Նա մեղավոր է, Ռաֆ։ Այդ գիտեմ ես ու գիտես դու։ Ես ոչ մի բան չգիտեմ։ Դու մտածում ես, որ տղերքը պռոստը տակ են որոշը Բեկին խփեն։ Նրանք սկի ծիտ չեն սպանել կյանքում, բայց այսօր զենքերը վերցրել են ու դուրս են եկել քաղաքի ամենամարդակեր մարդկանց դեմ։ Ու այդ ինչ է նշանակում, որ 100% չէ, 1000% վստահ են։ Ես ոստիկանությունում վերևները մարդուն եմ։ Այդ թեմայով խոսացել եմ հետը։ Երկար բարակ հարցոփորձ եմ արել։ Ու Բեկի դեմ ոչ մի բան չկա Թորգոմ։ Այդ չի նշանակում, որ 100%-ով անմեղ է։ Բայց չի էլ նշանակում, որ կարանք դեմ տանք պատին, չէ՞։ Առանց պատճառի, առանց հիմքի։ Ու վաբշե, ես հարցը լրի ուրիշ մուսում կունենար, եթե այդ ջայլները չխփեին Ջանոյին։ Քո պատասխանը ինձ չի բավարարում։ Եթե մենք վաղը չհավաքվեցինք ու որոշում չկայացրեցինք, քաոս առաջանալու։ Ինչքան աբիժնիկ ու դուխավիկ կա, փորձելու են իրաց ձևերով հարցերը լուծեն, որովհետև գլխներին մարդ չկա։ Ու վաղը մեր համար ավելի բարդ է ալնելու Թորգոմ։ Հավաքվեք, որոշեք, բայց առանց ինձ։ Եթե դու հավաքին ներկա չեղար այդ հարցերը առաջացնելու մարդկանց մոտ, իրանց պրոբլեմն է, եթե իսկապես որոշել ես վերականգնել հին կարգերը, ու ես բեսպրիձելի դեմ պայքարես։ Ես քեզ չեմ խանգարի, բայց եթե դու գնացիր Շավոյի ճամփով, մենք պրոբլեմ ենք ունենալու։ Ես քեզ հասկացա։ Զենքը մոտը տա։ Հա, դուր։ Ապերտաս մի նայի վրես, չեմ գնալ ոստիկանությանը կրակեմ։ Բայց որ Բեկը հելավ դեմս պետք է ինքնապաշտպանվելու միջոց ունենամ։ Եկալ, բայց հույս չունենաս, որ մենակ ես գնալու։
Ընկեր Վարդան, դու ստեղ ինչ ես անում։ Ես այդտեղ քեզ եմ սպասում, գիտեի որ գալու ես։ Որտեղից ես իմացել։ Այդ կարևոր չի։ Կարևորն է նա, որ դու իմացել ես իմ օր վիճակի մասին ու ինձ բան չես ասել։ Ես Աշխենի ցանկությունն եմ կատարում։ Նա գիտի, եթե դու իմանաս թողելու ես ու հետ գաս։ Ընկնես ոստիկանության ու բեկի մարդկանց ձեռք։ Ու նա չէր սխալվում։ Հիմա հիվանդանոցում քաղաքացիական հագուստով ոստիկաններ կան, նաև բեկի մարդիկ։ Բայց դուք որտեղից եք ճանաչում բեկի մարդկանց։ 3 հյուր էին եկել։ Քեզանից են հարցնում։ Այդ նշանակություն չունի։ Ես միջև իմ օրը չտենամ, ստեղից ոչ միտեղ չեմ գնալու։ Ես չեմ խաբի քեզ Գորջան։ Աշխենը հիմա ծանր վիճակում է ու ցանկացած ստրես նրան հակացուցված է։ Ու դու պատկերացրա ինչ կլինի նրա հետ, եթե դու նորից հայտնվես բանտում կամ ավելի վատ գնդակառեն քեզ։ Ես հասկանում եմ, ընկեր Վարդան, բայց հիմա ես իմ օր կողքը պետք է լինեմ։ Հասկանում եմ, եթե նույնիսկ 100-ից 1 շանս լիներ, մենք դա միասին կանենք։ Բայց չկա, դու նույնիսկ չես հասցնի ներս մտնես։ Հիմա բոլոր ծառայական մուտքերն ու ելքերը հսկվում են։ Լավ, արի էսպես անենք։ Ես հեռախոսը վերցրու, ես կգնամ Աշխենի մոտ, կզանգի կխոսես հետ։ Շահույի գործը մաքուր ես արել։ Հետևից հետ կեր չես թողել։ Ես հաստատ մենակ ես է։ Առավ, օրս արավ եմ երդվում։ Խոստվան ես էդ ջայլը։ Դե դեմից ծելկա էր խաղում, իբր ինքը ոչ մի բանից կուրսի չի։ Հետո պրիզնատ եկա, որ մրդոյին ճամփելուց ինքը ընկերների հետ ա եղել։ Զապիսն էլ կա։ Էդ լավ։ Բայց թողումը լուրջ է հակել պոչիտ։ Իսկ էդ մեծ պրոբլեմա։ Վաղեդը մի բան բացվեց, առաջինը ինձ ացցի անելու։ Ռաֆ, եթե թորգումը մեզ խանգարում է, ես կարամ թորգումին էլ ճամփեմ։ Թորգումը շավը չի բեկ։ Ինքը լուրջ ավտորիտետ ունի այս քաղաքում։ Իր հետևը լուրջ մարդիկ են կանգնած։ Լավ, բա որն է սրա լուծումը։ Սրա լուծումը մեկն է։ Վերացնել այդ պրոբլեմի աղբյուրը։ Այսինքն այդ ջայլներին։ Այս աշխարհում ես հիմա ամենաշատը մենակ ետ եմ ուզում, որ այդ ջայլներին հերթով ուղարկեմ այն աշխարհ։ Ինչ ես որոշել անես այդ արամի հետ։ Դե, ենքն կտանջեմ մինչև ընկերների տեղն ասի։ Եթե դաժե ասել, այդ բան չի փոխելու։ Որովհետև հաստատ արդեն տեղը փոխած կլինեմ։ Ուրեմն զալոժնիկ կպահեմ մինչև հերթով գան հանձնվեն։ Չէ։ Դու պետք է սպանես այդ արամին։ Մենակ այդ կստիպի այդ ջահելներին դուրս գան իրանց բներից ու վրեժ լուծեն քեզանից։ Այդ ժամանակ դու արդեն պատրաստ կլինես ու հատար սաղին վարի կտաս։ Լավ գաղափար է։ Դե մի ձգի այդ թեման։ Ես քեզ հասկացա։ Բարև Գորջան։ Բարև մամ ջան, ոնց է ցավդ տանում։ Ախր ինչ չէիր ասել, ինչ էր գաղտնի պահել։ Գորջան, այդ հիմա կարևոր չի։ Ինձ կվիրահատեն ամեն ինչ լավ կլինի։ Մենակ թե դու ողջ ու առողջ լինես, ցավդ տան։ Իմ մասին մի մտածի, մամ ջան, ամեն ինչ նորմալ է։ Մամ կներես էլի ինձ։ Ինչի համար։ Դու մեղավոր չես։ Ոչ ոք մեղավոր չի, Գոր։ Չէ, մեղավոր եմ։ Մեղավոր եմ, որ կողքիդ չեմ։ Գորջան, ախր դու հազարավոր կիլոմետրեր էլ հեռու լինես։ Դու միշտ իմ կողքին ես, տղա ջան։ Որ կողքիդ լինեի, որ հետևեի քեզ, գուցե այսօրվան չհասնեինք, մամ։ Գոր։ Հասա ցավդ տանում։ Խնդրում եմ քեզ։ Հոգ տար քո մասին։
Դու ես ինձ ապրեցնում, հասկանում ես։ Դու ինձ ուժ ես տալիս ցավը տանեմ, եթե հանկարծ քեզ մի բան պատահեց, ես ավելի շուտ կմեռնեմ, քան ես անտեր հիվանդությունից, հասկանում ես, դու խոստացի ինձ գոր։ Խոստացի ինձ խնդրում եմ, որ ոչ մի բան չես անի, որ քեզ վնասի։ Դες ես էլ քեզ կխոստանամ, որ ամեն ինչ լավ կլինի։ Հակոր։ Խոսք եմ տալիս, մամ ջան։ Մամ, ես քեզ շատ եմ սիրում։ Ես էլ քեզ եմ սիրում։ Ցավը տանեմ։ Որ մի մտածի ամեն ինչ լավ է լինելու։ Ծխես։ Իմ խաղաղ երեկոն է հիմա մեղմալույս և տխուր և անուր քեզ երբեք սիծը չի մոռանա իմ մաքուր առաջին իմ անուր իմ խաղաղ երեկոն է հիմա մեղմալույս և տխուր և անուր քեզ երբեք սիծը չի մոռանա իմ քնքուշ առաջին իմ անուր տարիներ կսահեն կմեռեն երազներ բոլոր Քո պատկեր անես կպահեմ օրերում անհասած ու մոլոր տարիներ կսահեն կմեռնեն երազները բոլոր Քո անունը հավեր կպահեմ օրերում անհաստատ ու մոլոր Եվ տանջանք և բեկում և թախից սևորեր ես էր շատ կտեսնեմ Քո անունը հավեր կպահեմ սուտ կյանքի և դառը մահուդեմ ախ և տանջանք և բեկում և թախից սևորեր ես էր շատ կտեսնեմ Քո պատկերը անես կպահեմ Սուտ կյանքի և դառը մահուդ է Տարիներ կսահեն Ախ մեռեն երազները բոլոր Քո անունը հավերժ կպահեմ Սուտ կյանքի և դառը մահուդեմ տարիներ կսահեն Ախ կմեռնեն երազները բոլոր Քո անունը հավեր կպահեմ օրերում անհաստատ ու մոլոր Քո անունը հավեր կպահեմ օրերում անհաստատ